Մոտ 4 շաբաթ է մեր հարևան Իրանը գտնվում է շատ լուրջ ռազմական բախման մեջ եւ նաեւ հայտնի է, որ հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածը իրականացվում է մեր հարևան շինարարների կողմից։ Ինձ մոտ այսպիսի հարց է. արդյոք պատերազմական գործողությունների հետևանքը զգացվել է նաև հյուսիս-հարավի վրա եւ եթե ոչ, ինչ վիճակ է, խնդրում եմ, եթե հարմար է պարզաբանեք։ Հարցին կպատասխանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդացյանը, համեցեք։ Շնորհակալ եմ պարոն Ազարյան հարցի համար, ենթադրում եմ խոսքը Քաջան-Ագարակ հատվածի մասին է, որտեղ շինարարություն է իրականացնում իրանական կապալառու ընկերություն։ Պիտի փաստեմ, որ աշխատանքը այդ հատվածում իրականացվում է օրացիային գրաֆիկին համապատասխան, գործընկերները այս ամբողջ ընթացքում շարունակել են որակյալ աշխատանք իրականացնել։ Մենք այնտեղ շուրջ 45% կատարված աշխատանք ունենք։ Երկու թունելները, որոնք նախագծով նախատեսված էին, երկուսի փորման աշխատանքներն էլ ավարտվել են, 15 կամուրջներից 14-ի վրա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում եւ մեր պլանավորացի համապատասխան ճանապարհի այս հատվածը պլանավորում ենք շահագործման հանձնել 2027 թվականի տարեվերջին կամ 2028 թվականի տարեսկզբին կախված եղանակային պայմաններից։ Այս մասով խնդրահարույց հարցեր չունենք, աշխատանքը ընթանում է բնականon հունով։ Օգտվելով առիթից կուզեմ ասել, որ 2026 թվականի ընթացքում ամռանը պլանավորում ենք նաև Քաջարանի թունելի փորման աշխատանքները մեկնարկել, մենք այնտեղ մրցութային գործընթացը գրեթե ամփոփման փուլում ենք եւ առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք արդեն հաղթող կազմակերպության մասին, միաժամանակ Սյունիքով անցնող մյուս խոշոր թունելի Բարգուշատի մասով բանակցություններ ենք վարում ֆրանսիական ընկերության հետ եւ մեր պատկերացումը այնպեսին է, որ բանակցությունները հաջող կընթանան եւ 2026 թվականի ընթացքում առնվազն կազմակերպության մոբիլիզացիա կունենանք այդ հատվածում, թունելներին մոտեցվող աշխատանքների մասով էլ ճանապարհների մրցույթները հայտարարված են, այնտեղ էլ արդեն գրեթե ամփոփման փուլում ենք, այնպես որ Սյունիքի մարզով անցնող հյուսիս-հարավի հիմնական հատվածը այս պահին ակտիվ շինարարական փուլում է, իսկ այն հատվածները, որտեղ դեռ շինարարություն չունենք, շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի ընթացքում։ Շնորհակալություն, շատ կարևոր նորություն հայտնեցիք, որը կարծում եմ մեր պետության համար անչափ կարևոր էր եւ արձագանքից օգտվելով այսպիսի մի հարցի վերջո հյուսիս-հարավը երբ ամբողջական ճանապարհ կլինի գործող, որտեղ շինարարական աշխատանքներ այլևս չեն իրականացվի։ Պարոն Ազարյան, դեպի Գյումրի գնացող հատվածը աշտարակից ամբողջությամբ պատրաստ է, այնտեղ փաստացի իրականացվում է երթևեկություն եւ առաջիկա ամսվա ընթացքում մենք այնտեղ նաեւ պաշտոնական բացման միջոցառում կանենք։ Սյունիքով անցնող հատվածների մասին արդեն ասեցի, այնտեղ ամենաերկար տևողությունը կունենանք թունելների մասով 2033 թվականին։ Կմնա որպես կարևոր հատված իրականացնելու աշտարակից դեպի Սիսիան հատվածը, որը բավական երկար է եւ բավական վստահաբար թանկ է լինելու։ Մենք 2026 թվականի տարեվերջին կամ 2027 թվականի տարեսկզբին սկսելու ենք այնտեղ նախագծման աշխատանքները եւ կապված դրա տևողությունից արդեն վերջնական կկարողանամ ձեր հարցին պատասխանել։ Մյուս կողմից կուզեմ օգտվելով առիթից մի կարևոր հայտարարություն անել, ես նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Եղազար Վարդանյանի հետ Սյունիքի մարզում էի եւ մենք այնտեղ քննարկեցինք, որ սա լավ առիթ է հրավիրելու ուսանողներին, մանավանդ մասնագիտական կողմնորոշում ունեցող ուսանողներին Սյունիքի մարզ ցույց տալու մեր հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը եւ ուզում եմ այսօր առիթը օգտագործել հրավիրել հետաքրքրված ուսանողներին մեզ հետ միասին Սյունիքի մարզ, առաջիկայում օրվա հետ կապված պաշտոնապես կասենք, որտեղ լավ առիթ է քաղաքաշինության կոմիտեն կներկայացնի իր պատվիրակությամբ իրականացվող դպրոցաշինության, իսկ տկենը ճանապարհաշինության աշխատանքները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։